Ապրիլին հայկական ատոմակայանը 5 ամսով կանջատվի երկրի էլեկտրացանցից։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդատյանը։ Նա հավաստիացրել է, որ էներգահամակարգի այլ հզորությունների հաշվին խնդիրներ չեն առաջանա։ Նախարարը պարզաբանել է, որ արևային կայանների հզորությունն ընդհանուր մասնաբաժնում կազմում է 1100 մեգավատ, այսինքն ընդհանուրի 15%-ից մի փոքր պակաս։ Նախարարը նաեւ հավելել է, որ էներգետիկայի ոլորտում Իրանի հետ հաստատված է հիանալի համագործակցություն։ 2025 թվականին մենք կայուն կերպով մատակարարել ենք էլեկտրաէներգիա եւ այնտեղից ստացել գազ։ Հայաստան-Իրան երրորդ բարձրավոլ գծի կառուցման աշխատանքները 85%-ով ավարտված են։ Հավելել է Խուդատյանը, հույս հայտնելով, որ 2026 թվականին շինարարությունը կավարտվի, ինչը թույլ կտա ավելացնել էլեկտրաէներգիայի մատակարարումները դեպի Իրան։ Ադրբեջանից ներմուծված բենզինը թե ինչպիսի ազդեցություն կթողնի Հայաստանում գների վրա տեսանելի կլինի հունվար ամսվա գնաճի մեջ։ Լրագրողների հետ հանդիպմանն ասել է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։ Կենտրոնական բանկի նախագահը կարծում է, որ որոշակի ազդեցություններ կլինեն, բայց չի կարծում, թե ազդեցությունները էական են լինելու։ Գալստյանի խոսքով, եթե Հայաստան ունենա բաց սահմաններ ու տեղի ունենա ապրանքների եւ ծառայությունների ազատ տեղաշարժ, ներմուծման ու արտահանման տեսքով դրական ազդեցություն կլինի Հայաստանի համար, բայց թե ինչ չափով այս պահին կդժվարանամ ասել, հավելել է կենտրոնական բանկի նախագահը։ Հունվարի 28-ին թունավորման դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում, ժամը 02:35-ի սահմաններում ներքին գործերի նախարարության ոստիկանությունում տեղեկություն է ստացվել, որ սուր էկզոգեն թունավորում ախտորոշմամբ Սիսիան բժշկական կենտրոն են տեղափոխվել ընտանիքի 5 անդամները։ Ոստիկանները պարզել են, որ բուժօգնության տեղափոխվածներն են Սյունիքի մարզի բնակիչներ 37-ամյա Արենգն, 38-ամյա Ազնիվ-Պան, 11-ամյա Մգն, 7-ամյա Ագն եւ 7 ամսական Ագն։ Պարզվել է, որ հունվարի 27-ին ժամը 19:30-ի սահմաններում Ազնիվ-Պան, Արեգ-Գն, Մգն կերել են տանը պատրաստված մթերքներ եւ ժամկետ անց թթվասեր։ Իսկ ընտանիքի մյուս անդամներ 7-ամյա Ագն եւ 7 ամսական Ագն թթվասեր չեն օգտագործել։ Դեպքի փաստով ոստիկանությունում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են քննչական կոմիտե։ Համայնքային ոստիկանության Զվարթնոց օդանավակայանի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում փետրվարի 2-ի գիշերը ժամը 4-ին Ստամբուլ-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո ձերբակալվել եւ բաժին է տարվել Գյումրիի բնակիչ 33-ամյա մի տղամարդ։ Նա 2015 թվականի սեպտեմբերի 13-ից հետախուզվում էր անչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու մեղադրանքով, խափանման միջոցը կալանք։ Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին Մոսկվա կատարած այցի ընթացքում հայտնել է, որ Թեհրանը կարող է համաձայնվել հարստացված ուրանը տեղափոխել Ռուսաստանի Դաշնություն, հայտնում է New York Times-ը, հղում անելով անանուն իրանական պաշտոնյաների։ Վերջին օրերին Լարիջանին հանդիպել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի ուղերձով, ըստ որի Իրանը կարող է համաձայնել իր հարստացված ուրանը տեղափոխել Ռուսաստան, նշվում է հաղորդագրությունում։ Ռուսաստանը պատրաստ է նոր իրականությանը, որտեղ միջուկային զենքի վերահսկման սահմանափակումները չեն գործի, հայտարարել է փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը։ Նրա խոսքով, եթե Մոսկվան եւ Վաշինգտոնը չհասնեն համաձայնության, ապա փետրվարի 5-ին կլրանա New START պայմանագրի գործողության ժամկետը։ Ռյաբկովը նշել է, որ ԱՄՆ-ի կողմից ռուսական առաջարկներին չպատասխանելը նույնպես կարելի է համարել դիրքորոշում։ Նա հավելել է, որ աշխարհում առաջին անգամ տասնամյակների ընթացքում երկու խոշորագույն միջուկային տերությունները կարող են գործել առանց սահմանափակումների։ Ռուսաստանը նրա խոսքով աջակցում է Չինաստանի դիրքորոշմանը զինատեսակների վերահսկման հարցում։ Իրանի ներկայիս ղեկավարները գնալով ավելի են մտահոգվում, որ երկրի վրա ԱՄՆ-ի հնարավոր հարվածը կարող է հանգեցնել իրենց տապալմանը, վերսկսված բողոքի ցույցերի արդյունքում, հաղորդում է Reuters-ը, հղում անելով Իրանի ներկայիս եւ նախկին պաշտոնյաներին։ Գերագույն առաջնորդ Ալի Խամենեին տեղեկացվել է, որ Իրանի քաղաքացիների դժգոհությունը հունվարյան բողոքի ցույցերի դաժան ճնշման նկատմամբ հասել է այնպիսի գագաթնակետի, որ վախը դադարել է զսպող գործոն լինել։ Գործակալության աղբյուրների համաձայն Իրանի իշխանությունները եզրակացրել են, որ արտաքին ճնշումը, ինչպիսին է ԱՄՆ ռազմական հարվածը, կխրախուսի ցուցարարներին։
Կիևը պատրաստ է իրական քայլեր ձեռնարկել խաղաղության ուղղությամբ։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի առաջնորդ Վոլոդիմիր Զելենսկին։ Ուկրաինան պատրաստ է իրական քայլերի։ Մենք կարծում ենք, որ արժանապատիվ եւ երկարատև խաղաղությունը հասանելի է։ Պատերազմը պետք է ավարտվի, հայտարարել է նախագահը։ Իրանի գերագույն առաջնորդի խորհրդական Ալի Շամխանին հայտարարել է, որ ԱՄՆ-ի ցանկացած հարձակման դեպքում Իսրայելը նույնպես կհայտնվի հակամարտությունում, քանի որ Թեհրանը ԱՄՆ-ին ու Իսրայելին դիտարկում է որպես մեկ ռազմական միավոր։ Վերջինս նշել է, որ Իրանը չի հեռացնի իր պահեստավորված միջուկային նյութերը, սակայն պատրաստ է նվազեցնել հարուցիչների հարումը 60%-ից մինչև 20%։ Նա հավելել է, որ Թեհրանը պատրաստ է առաջիկա օրերին ԱՄՆ-ի հետ բանակցություններ սկսել։ Մայրաթոր Սուրբ Էջմիածնի դիվանապետ Արշակարգ էպիսկոպոս Խաչատրյանի կալանքի ժամկետը երկարացվել է ևս 2 ամսով, որոշումը կայացրել է դատավոր Կարեն Ֆարխոյանը։ Հիշեցնենք, դեկտեմբերի 5-ին է կալանավորվել Մայրաթոր Սուրբ Էջմիածնի դիվանապետ Արշակարգ էպիսկոպոս Խաչատրյանը։ Նրան մեղադրում են քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 2-րդ մասի 1 եւ 4 կետերով։ Քրեական վարույթի նախաքննության ընթացքում անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 2-րդ մասի 1 եւ 4 կետերով։ Այն է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ թմրամիջոց ապօրինի իրացնելը հանդիսադիր վայրում, հայտնել էին քննչական կոմիտեից։ Իրանից դեպի Հայաստան 2 չվերթ չեղարկվել է։ Այս մասին տեղեկանում են Զվարթնոց միջազգային օդանավակայանի չվացուցակից։ Չեղարկվել են փետրվարի 3-ին նախատեսված Flykish եւ Armenia Airways-ի Թեհրան-Երևան չվերթները։ Չվերթների չեղարկման պատճառների մասին ոչինչ հայտնի չէ։ Հայաստանի Հանրապետության կորպորատիվ պարտատոմսերի շուկայի արժեքը 2018 թվականին 150 միլիարդ դրամից 2025 թվականին հասել է 664 միլիարդ դրամի, այսինքն աճել է ավելի քան 4.4 անգամ։ Նույն ժամանակահատվածում շուկայում գործարքների ծավալն աճել է +3.8 անգամ։ Բաժնետոմսերի շուկան ևս զգալի զարգացում է ունեցել 2018-ից 2025 թվականների ընթացքում, 2018 թվականին 145 միլիարդից հասնելով 467 միլիարդ դրամի, այսինքն աճել է 3.2 անգամ։ Այս մասին հայտարարել է էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։ Գյումրու փոխքաղաքապետ Ավետիս Առաքելյանի խափանման միջոց բացակայելու արգել քաղաքակոռուպցիոն դատարանը որոշել է անփոփոխ թողնել, իսկ Վարդան Ղուկասյանի օգնական Կարապետ Ղուկասյանի նկատմամբ կիրառված կալանքը դատարանը փոխել է կիրառելով տնային կալանք 3 ամիս ժամկետով։ Գյումրու կոմունալ ծառայության պետ Արտյոմ Մկրտչյանի խափանման միջոց տնային կալանքը փոխվել է եւ կիրառվել վարչական հսկողություն։ Մենք արդեն կայացրել ենք այս որոշումը եւ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը որակել ենք որպես ահաբեկչական։ Նման հայտարարությամբ հանդես է եկել Ուկրաինայի առաջնորդ Վոլոդիմիր Զելենսկին, խոսելով ԻՀՊԿ կորպուսի մասին։ Մեզ համար այս հարցը փակված է։ Աշխարհի բոլոր ահաբեկիչները արժանի են հավասար վերաբերմունքի եւ դատապարտման, հայտարարել է Ուկրաինայի նախագահը։ Սիրիայում խաղաղության գործընթացը խաթարելու փորձ կատարողները կպատժվեն, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Նախագահը շեշտել է, որ Սիրիայի խաղաղությանը, կայունությանը եւ տարածքային ամբողջականությանը նպաստող բոլոր քայլերը ողջամիտ եւ ընդունելի են Անկարայի համար։ Նա ընդգծել է երկրի հյուսիսում ստեղծված իրավիճակը առանց արյունահեղության լուծելու կարեւորությունը, հիմնվելով մեկ բանակ, մեկ պետություն, մեկ Սիրիա սկզբունքի վրա, զգուշացնելով, որ այս գործընթացը խափանելու ցանկացած փորձ կունենա հետևանքներ։ Էրդողանը նաև հայտարարել է Սաուդյան Արաբիա եւ Եգիպտոս երկօրյա այցի մասին, որտեղ կքննարկի երկկողմ հարաբերությունները, անվտանգությունը եւ Գազայի հատվածի վերակառուցումը, ինչպես նաև Իրանի շուրջ ճգնաժամի հետագա սրումը կանխելու ուղիները։ ԱՄՆ-ն եւ Իրանը կվերսկսեն ուղիղ բանակցությունները Ստամբուլում։ Այս մասին հայտնում է Axios պորտալը։ ԱՄՆ հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի եւ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչու հանդիպումը նախատեսված է փետրվարի 6-ին։ Նշվում է, որ հանդիպումը կարող է Վաշինգտոնի եւ Թեհրանի միջև երկխոսությունը վերսկսելու փորձերի մաս դառնալ։ Իրանի միջուկային ծրագրի շուրջ շարունակվող լարվածության ֆոնին ամերիկյան կամ իրանական կողմից պաշտոնապես չի հաստատվել այս լուրը։ Հաղորդվում է, որ Թուրքիան դիտարկվում է որպես չեզոք հարթակ երկու երկրների ներկայացուցիչների միջև հնարավոր շփումների համար։
Ռուսաստանի անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ անօդաչու թռչող սարքերը հիմնարար կերպով փոխել են ժամանակակից մարտական գործողությունների կանոնները եւ անցյալին վերադարձ չի լինի։ Անօդաչու թռչող սարքերը հիմնարար կերպով փոխել են ռազմական գործողությունների լանդշաֆտը եւ սա անդառնալի փոփոխություն է, նշել է Պաշտոնյան։ Վերջինս հավելել է, որ հիմա բոլորը փորձում են որքան հնարավոր է արագ հասնել նրանց, ովքեր տիրապետում են առաջադեմ տեխնոլոգիաներին։ Ուկրաինայի առաջնորդ Վոլոդիմիր Զելենսկու պահանջները, որ Ռուսաստանը ճանաչի իր լեգիտիմությունը եւ չհամարի իրեն ժամկետնանց նախագահ, խոսում են քաղաքական գործչի հուսահատության մասին։ Նման տեսակետ է հայտնել գերմանական թերթը։ Զելենսկին գրեթե անպարկեշտ ձևով չափն անցնում է։ Սա ցույց է տալիս նրա հուսահատությունը։ Նախագահը պահանջում է, որ Ռուսաստանը նախքան որևէ համաձայնության հասնելը հետ վերցնի իր իրավական դիրքորոշումը, որ նրա լիազորությունների ժամկետը լրանում է 2024 թվականին եւ հետեւաբար նա ժամկետնանց նախագահ է, հայտնել է թերթը։ Լրագրողները նաեւ նշել են, որ եթե Ռուսաստանը լեգիտիմացնի Զելենսկուն բարձր մակարդակի հանդիպման միջոցով, դա նրան հնարավորություն կտա խուսափել Ուկրաինայում ընտրություններ անցկացնելուց եւ անորոշ ժամանակով մնալ իշխանության գլուխ։ Պարբերականը ընդգծել է, որ հիմա Զելենսկու գլխավոր նպատակն է պահպանել իր անձնական իշխանությունը։ Եվրամիության դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը նշել է, որ Ուկրաինան բանակցությունների ընթացքում պատրաստ է անել բարձ զիջումներ, որոնք նրանից պահանջում են։ Այս պահին մենք տեսնում ենք, որ ուկրաինացիներին ուղղորդում են այնպիսի շատ դժվար զիջումների, որոնց նրանք պատրաստ են, քանի որ նրանք անկեղծորեն ցանկանում են, որ այս պատերազմը ավարտվի, նշել է Կալասը։ Հանգստությունը չի վերադառնա, քանի դեռ Ռուսաստանի նկատմամբ թշնամաբար տրամադրված Կիևի ռեժիմը չի քանդվել, հայտարարել է Ռուսաստանի անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ Եվ մինչև այն չքանդվի, հանդարտությունը չի վերադառնա, սա պետք է հասկանալ, հավելել է Պաշտոնյան։ Ըստ նրա, միջազգային հարաբերությունների կայունության համար կարևոր է, որ անհետ տանա Ուկրաինայում ներկայումս գոյություն ունեցող քաղաքական ռեժիմը, որը բնույթով հակառուսական է եւ հիմնված է այլախոհության նկատմամբ կենթանական ատելության վրա։ Միևնույն ժամանակ վերջինս ընդգծել է, որ Կիևի ներկայիս ռեժիմը անօրինական է, քանի որ Զելենսկին վաղուց կորցրել է իր լիազորությունները։ Հինգշաբթի օրը, փետրվարի 5-ին, Ռուսաստանի եւ Միացյալ Նահանգների միջև կնքված նոր ռազմավարական սպառազինությունների կրճատման պայմանագիրը կլրանա, սկիզբ դնելով առանց միջուկային զենքի վերահսկողության մի դարաշրջանի, հայտնում է Financial Times-ը։ Թերթը ապագա երկարաձգման բանակցությունների հեռանկարները անվանել է մռայլ եւ նշել, որ New Start-ի անկումը կարող է սկիզբ դնել մեծ տերությունների միջև միջուկային վեճի նոր դարաշրջանի։ Ես անկեղծորեն հավատում եմ, որ մենք այժմ գտնվում ենք նոր սպառազինությունների մրցավազքի եզրին։ Ես չեմ կարծում, որ իմ կենթանության օրոք կկնքվի զենքի վերահսկման մասին մեկ այլ պայմանագիր, ասել է բրիտանացի ակադեմիկոս եւ գիտնական Ջեյմս Ակտոնը։ ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան եւ Գերմանիան Ուկրաինայի առաջիկա նախագահական ընտրություններում կառաջադրեն իրենց թեկնածուներին։ ԱՄՆ թեկնածուն կլինի նախագահի գրասենյակի ղեկավար Կիրիլ Բուդանովը, Մեծ Բրիտանիայի թեկնածուն Ուկրաինայի զինված ուժերի նախկին գլխավոր հրամանատար Վալերի Զալուժնին, իսկ Գերմանիան կառաջադրի Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոին։ Այս մասին հայտնել է Գերագույն Ռադայի նախկին падգամավոր Վոլոդիմիր Օլեյնիկը։ Հիշենք Իլոն Մասկին, որն ասաց, որ սրանք դերասաններ են։ Դուք նայում եք ոչ թե դերասաններին, այլ նրանց, ովքեր կուլիսներում են, ռեժիսորներ, սցենարիստներ, պրոդյուսերներ։ Այսպիսով նրանք հավանաբար կորոշեն, թե ով է վերջնականապես հաղթելու ուկրաինական ընտրություններում։ Կան տարբեր տեսակետներ։ Մեծ Բրիտանիան աջակցում է Զալուժնիին, մինչդեռ Գերմանիան Կլիչկոին, նշել է նախկին падգամավորը։ Ըստ նրա, ընտրություններում ամերիկացիների կողմից թեկնածուն կլինի նախագահի գրասենյակի ղեկավար Բուդանովը, քանի որ նրան արդեն մի քանի անգամ անվանել են Ուկրաինայի փոխնախագահ։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կատակով հիշատակել է Վենեսուելայի, Կանադայի եւ Գրենլանդիայի Միացյալ Նահանգների մեջ հնարավոր միացման մասին, հաղորդում է Washington Post-ը։ Ես երբեք մտադիր չեմ եղել Գրենլանդիան դարձնել 51-րդ նահանգը։ Ես ուզում եմ Կանադան դարձնել 51-րդ նահանգը։ Գրենլանդիան կլինի 52-րդը, Վենեսուելան կարող է լինել 53-րդը, ասել է նախագահը։ Այնուհետև նա հավելել է. մենք չենք ներխուժի Գրենլանդիա, մենք պարզապես այն կգնենք։
Մոսկվան պատրաստ է շարունակել աշխատել ստեղծված խմբերի շրջանակում Ուկրաինայում իրավիճակի կարգավորման շահերի համար, լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա ընդգծել է, որ Մոսկվայի դիրքորոշումը Ուկրաինայի հետ կապերի հարցում շարունակում է մնալ հետևողական։ Մենք շարունակում ենք բաց լինել բանակցությունների համար։ Դուք տեսնում եք, որ աշխատանք է տարվում աշխատանքային խմբերի մակարդակով։ Մենք ողջունում ենք սա եւ պատրաստ ենք շարունակել այդ աշխատանքը, Ուկրաինայում իրավիճակի կարգավորման շահերից ելնելով, ասել է Պեսկովը։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը փետրվարի 4-ին Աբու Դաբիում կմասնակցի Շեյխ Զայեդ հիմնադրամի մարդկային եղբայրության համար 2026 թվականի մրցանակաբաշխությանը։ Տեղեկությունը հաստատել է վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։ Արդյոք Աբու Դաբիում վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև երկկողմ հանդիպում նախատեսվում է թե ոչ, Նազելի Բաղդասարյանը չի հայտնել։ Շեյխ Զայեդ հիմնադրամի մարդկային եղբայրության համար 2026 թվականի մրցանակաբաշխությանը ըստ ադրբեջանական լրատվամիջոցների կմասնակցի նաև Իլհամ Ալիևը։ Այսօր ընդունել են պաշտոնական այցի շրջանակում Հայաստանում գտնվող Հնդկաստանի զինված ուժերի պաշտպանության շտաբի պետ գեներալ Անիլ Չաուհանին, հայտնել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության ղեկավար Սուրեն Պապիկյանը։ Հանդիպանը մասնակցել է նաև Հայաստանում Հնդկաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Նիլաքշի Սահա Սինհան։ Բարձր եմ գնահատել պաշտպանության բնագավառում Հայաստան-Հնդկաստան համագործակցության ներկայիս մակարդակը, կարևորելով փոխգործակցության ծրագրերի կանոնավոր իրականացումը։ Գեներալ Չաուհանը հայտնել է Հնդկաստանի զինված ուժերի պատրաստակամությունը շարունակելու համագործակցության զարգացումն առկա ուղղություններով եւ նախաձեռնելու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող նոր ուղղություններ, նշել է Սուրեն Պապիկյանը։ Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը փետրվարի 2-ին ընդունել է Համաշխարհային բանկի Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի ենթակառուցվածքների գծով տարածաշրջանային տնօրեն Չարլզ Կորմիերի գլխավորած պատվիրակությանը։ Այս բացին հայտնել են էկոնոմիկայի նախարարությունից։ Հանդիպան ընթացքում քննարկվել է խաղաղության խաչմերուկ նախաձեռնությունը եւ դրա տնտեսական ներուժը։ Նախարար Պապոյանը կարևորել է Համաշխարհային բանկի դերը տարածաշրջանային տնտեսական համագործակցությունը խթանող ծրագրերի իրականացման գործում։ Քննարկվել է նաև 2026 թվականին նախատեսվող խաղաղության խաչմերուկ ներդրումային գագաթնաժողովին Համաշխարհային բանկի մասնակցության կարևորությունը։ Նախարարը հրավիրել է Չարլզ Կորմիերին մասնակցելու գագաթնաժողովին եւ խնդրել հրավերը փոխանցել նաև Համաշխարհային բանկի նախագահին։ Երևանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը մերժել է Արցախի նախկին նախագահ Սամվել Շահրամանյանի հայցն ընդդեմ ԿԳՄՍ նախարարության եւ Հայաստանի պատմության 9-րդ դասարանի գրքի հեղինակ Նժդե Հովսեփյանի։ Այս մասին ասել է Շահրամանյանի պաշտպան Ռոման Երիցյանը։ Նա մասնավորապես նշել է. Դատարանը նախ եւ առաջ անվերապահորեն արձանագրել է, որ նշված հրամանագիրը կայացվել է ուժի կամ ուժի գործադրման սպառնալիքի ազդեցության տակ։ Երկրորդ դատարանը հստակ արձանագրել է, որ հայցվորի պատիվն ու արժանապատվությունը չնայած նշվածով չի արատավորվում, այնուամենայնիվ պատմության դասագրքում տեղ գտած տեղեկությունները ոչ ամբողջական են։ Ընդ որում դատարանը հիմք է ընդունել հայցադրումին կից ներկայացված փաստաթղթերը եւ նշել, որ հայցվորի մտահոգությունները տեղին են ու իրավաչափ։ Երրորդ դատարանի որոշմամբ հաստատվում է, որ Արցախի նախագահի կողմից կայացված Արցախը լուծարելու վերաբերյալ հրամանագիրը առոչինչ չէ, այսինքն անվավեր է հենց կայացման պահից, ընդ որում դատարանը հղում է կատարել եւ ներպետական եւ միջազգային իրավական ակտերին, ասել է Սամվել Շահրամանյանի պաշտպանը։ Նշենք, որ Սամվել Շահրամանյանը վիճարկում էր դասագրքում տեղ գտած ԼՂՀ նախագահը ստորագրեց ԼՂՀ-ն լուծարելու հրամանագիր նախադասությունը։ Մենք կարող ենք խաղաղության պայմանագիրը ստորագրել մինչև Հայաստանում հաջորդ ընտրությունները, այսինքն մինչև այս տարվա հունիսը։ Այս մասին Միլլի Մեջլիսի նիստում հայտարարել է ադրբեջանցի падգամավոր Գուդրատ Հասանգուլիևը։ Ադրբեջանցի падգամավորը կրկին շեշտել է, որ դրան հասնելու համար Հայաստանը պետք է պարտավորվի իր նոր սահմանադրությամբ Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներ չներկայացնել։ Խաղաղության պայմանագիրը նախաստորագրվել է անցյալ օգոստոսին։ Այն պետք է քննարկվի խորհրդարանում։ Ես առաջարկում եմ այս հարցը ներառել գարնանային նստաշրջանի աշխատանքային ծրագրում, ասել է նա։ Ռուսաստանի անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ միջուկային զենքը չափազանց վտանգավոր է, սակայն եթե երկրի գոյությունը իրական վտանգի տակ դրվի, Մոսկվան կգործարկի միջուկային զենք։ Նա նշել է, որ Ռուսաստանը գործում է իր միջուկային դոկտրինայի խիստ շրջանակում, որը ներկայացնում է բոլոր այն դեպքերը, երբ կարող է օգտագործվել միջուկային զինանոցը։
Իրավիճակից ելնելով մինչ այժմ Մոսկվան նման զենք չի կիրառել, ինչը ըստ նրա նշանակում է, որ երկրին սպառնացող գոյական վտանգներ չեն եղել։ Միջուկային զենքը հիրավի հզոր է եւ արտակարգ վտանգավոր ողջ մարդկության համար, բայց երբ խոսքը գնում է երկրի ճակատագրի մասին, ոչ ոք չպետք է կասկածի, ընդգծել է Պաշտոնյան։ ԱՄՆ-ի կողմից Իրանին հնարավոր հարվածի շուրջ ստեղծված իրավիճակը կքննարկվի Թուրքիայի նախարարների կաբինետի նիստում, որը կանցկացվի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախագահությամբ։ Այս մասին հայտնել է թուրքական դիվանագիտական աղբյուրը։ Միևնույն ժամանակ Թուրքիայի մայրաքաղաքում գտնվող աղբյուրը հայտնել է, որ թուրքական կողմը կոնկրետ տեղեկատվություն չունի Անկարայում Ուիթքոֆի եւ Իրանի ներկայացուցիչների հնարավոր հանդիպման նախապատրաստման վերաբերյալ։ Գերմանիան չի պահպանում հավասար հեռավորություն ԱՄՆ-ից եւ Չինաստանից, եւ չնայած առկա լարվածություններին կմնա ավելի մոտ Վաշինգտոնին։ Նման հայտարարությամբ Սինգապուրում հանդես է եկել Գերմանիայի արտաքին գործերի նախարար Յոհան Վադեֆուլը։ Նրա խոսքով ԱՄՆ-ն շարունակում է մնալ Եվրոպայի անվտանգության առանցքային գործընկերը, իսկ Չինաստանի հետ հարաբերությունների խորացումը չի կարող փոխարինել այդ դերակատարությանը։ Ամերիկյան արտադրության 28 միավոր M1A2T Abrams տանկերի խմբաքանակը կարող է Թայվան առաքվել առաջիկա շաբաթների ընթացքում։ Ինչպես հայտնում է Taipei Times թերթը, հուղում անելով աղբյուրին, մատակարարումը կարող է իրականացվել մինչև մարտ ամիսը։ Աղբյուրի փոխանցմամբ կղզու ռազմական գերատեսչությունը ակտիվորեն զբաղվում է տանկերի հնարավորինս արագ տեղափոխման կազմակերպմամբ դեպի Թայվան, բեռնատար նավերի միջոցով։ Սպասվող ժամանման ժամանակահատվածը նշվում է փետրվարի վերջից մինչև մարտի սկիզբը։ Գործարքի ընդհանուր արժեքը կազմել է մոտ 1.45 միլիարդ ԱՄՆ դոլար։ Ռուսաստանի անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը հաստատել է, որ Մոսկվան չի ձգտում գլոբալ հակամարտության, ինչպես նաև չի փորձել սկսել լայնածավալ պատերազմական գործողություններ։ Իհարկե, մենք շահագրգռված չենք գլոբալ հակամարտությամբ։ Մենք խելագար չենք։ Ում է պետք գլոբալ պատերազմը, ասել է Պաշտոնյան։ Նրա խոսքով Ռուսաստանը բազմիցս նախազգուշացրել է Արևմուտքի եւ ՆԱՏՕ-ի երկրներին, կոչ անելով հաշվի առնել Ռուսաստանի շահերը եւ նստել բանակցությունների սեղանի շուրջ։ Վերջինս ընդգծել է, որ Մոսկվան չի դիտարկել ռազմական գործողությունների մեկնարկը որպես գլոբալ հակամարտության հրահրման միջոց։ Ռուսաստանի Արմավիր քաղաքի Սուրբ Աստվածածին եկեղեցում տեղի է ունեցել հայ առաքելական եկեղեցու աջակցության զանգվածային հարահավաք։ Միջոցառումը նախաձեռնել է Արմավիրի հայ համայնքը, Կրասնոդարի երկրամասի հայ համայնքի, եկեղեցու հոգևոր հովի եւ լայն հանրության աջակցությամբ։ Միջոցառմանը մասնակցել են Արմավիրի եւ հարակից շրջանների բնակիչներ, հայկական սփյուռքի ներկայացուցիչներ եւ հոգևորականներ։ Կրասնոդարի երկրամասը Ռուսաստանի ամենամեծ հայկական համայնքի տունն է, հայերը նպաստում են տարածաշրջանի զարգացմանը, կառուցում են դպրոցներ, ամրապնդում տնտեսությունը եւ ծառայում իրենց հայրենիքին։ Սակայն այսօր մեր ժողովրդի հոգուն հայ առաքելական եկեղեցուն օգնություն է պետք։ Քաղաքական խաղերը Երևանում չափազանց հեռու են գնացել, երբ վարչապետը սկսում է պայքար կաթողիկոսի դեմ, նա չի պայքարում մարդու դեմ, նա պայքարում է այն հիմքի դեմ, որի վրա հենվում է ամբողջ ազգը։ Ընդգծել է Ռուսաստանի Դաշնության Կրասնոդարի մարզի հայ համայնքի ղեկավար Կամո Հայրապետյանը, բացելով միջոցառումը։ Իր ելույթում նա ընդգծել է հայ համայնքին հուզող հիմնական խնդիրները։ Մենք պահանջում ենք արքեպիսկոպոսներ Բագրատ Գալստանյանի, Միքայել Աջապահյանի, Մկրտիչ Պրոշյանի եւ Արշակ Խաչատրյանի ազատ արձակումը, արդարադատություն Սամվել Կարապետյանի համար, որը տուժել է եկեղեցուն իր հավատարմության համար։ Դադարեցնել հայ առաքելական եկեղեցու վրա ճնշումները, եզրափակել է Հայրապետյանը, կոչ անելով Հայաստանի իշխանություններին ուշքի գալ։ Միջոցառումն արժանացել է հայ առաքելական Սուրբ եկեղեցու հարավային Ռուսաստանի թեմի առաջնորդ Մովսես Մովսեսյանի օրհնությանը։ Կրասնոդարի երկրամասի օրենսդիր ժողովի անդամ Արմենակ Տոզելյանն էլ տեսաուղերձով է դիմել ներկաներին։ Միայն մեր համայնքներում խաղաղություն պահպանելով կարող ենք կառուցել իսկապես բարի եւ վստահելի հարաբերություններ ժողովուրդների միջև։ Նրանք, ովքեր փորձում են խաղալ մարդկանց հավատքի հետ, ոչնչացնելով դարավոր հոգևոր հիմքերը, խորապես մտահոգիչ են։ Այսօր մենք միավորվում ենք ցույց տալու համար, որ հավատացյալների ուժը միասնության մեջ է, նշել է Արմենակ Տոզելյանը։
Ամփոփելով միջոցառումը Արմավիրի թեմի ներկայացուցիչ Տեր Մակարը շնորհակալություն է հայտնել Կամո Հայրապետյանին միջոցառումը կազմակերպելու համար։ Ակցիան ավարտվել է միաձայն որոշմամբ պահպանել պատմական արժեքները, դարավոր ավանդույթները եւ ժողովուրդների միջև հոգեվոր բարեկամությունը։ Միասնության նշանով բոլոր մասնակիցները կրել են կարմիր ժապավեններ, արտահայտելով ընդհանուր դիրքորոշումը։ Եպիսկոպոսաց ժողովը, որը նախատեսվում է անցկացնել Ավստրիայում տեղի կունենա, թե ոչ, հարցին անդրադարձել է Մայրաթորի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Եսայի Քահանա Արթենյանը, եւ 6 եպիսկոպոսների երկրից բացակայելու արգելք է դրվել։ Այս նոր իրավիճակով պայմանավորված տեղի կունենա քննարկումներ եւ կայացված որոշումների վերաբերյալ տեղեկություններ կփոխանցվեն, ասել է Տեր Եսային։ Ավստրիայում կայանալիք եպիսկոպոսաց ժողովին ընդառաջ մեղադրյալի կարգավիճակ ունեն 6 բարձրաստիճան հոգեվորական, նրանց բոլորին արգելվել է բացակայել երկրից։ Այդ հոգևորականներն են Գուգարաց թեմի առաջնորդ Հովնան եպիսկոպոս Հակոբյանը, Սունյաց թեմի առաջնորդ Մակար եպիսկոպոս Հակոբյանը, Մայրաթորի արտաքին հարաբերությունների եւ արարողակարգի բաժնի տնօրեն Նաթան arczepiskopos Հովանեսյանը, Տեր Հայկազուն եպիսկոպոս Նաջարյանը, եկեղեցականաց եւ երիտասարդաց վերապատրաստման ծրագրերի տնօրեն Վահան arczepiskopos Հովանեսյանը, ինչպես նաեւ Մայրաթորի վարչատնտեսական բաժնի տնօրեն Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը։ Հանրային քրեական հետապնդում է հարուցվել Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Վազգեն Հարությունյանի նկատմամբ։ Նրա նկատմամբ ընտրվել է խափանման միջոց, ինչպես նաև կասեցվել է պաշտոնավարումը։ Այս մասին գրել է Հետք։ Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Իմա Ավդալյանն ասել է, որ Երևանի քաղաքապետարանի պաշտոնյաներից մեկին վերաբերող քրեական հետապնդման որոշում է կայացվել։ Մասնավորապես դատական ակտը չկատարելու կամ դրա կատարմանը խոչընդոտելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում մեկ անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, որպես խափանման միջոց կիրառվել է բացակայելու արգելքը եւ պաշտոնավարման կասեցումը։ Ըստ տեղեկությունների դեպքը կապված է գնման մրցույթ չհայտարարելու, դատարանի որոշումը չկատարելու հետ։ Ադրբեջանական լրատվամիջոցը հայտնել է Ադրբեջանի տարածքով Հայաստան-ռուսական հացահատիկի հերթական տարանցման մասին։ Նշվում է, որ Բելաջարի կայարանից մեկնել է ռուսական հացահատիկ տեղափոխող 25 վագոնանոց գնացք։ Բեռի ընդհանուր ծավալը կազմում է 1746 տոննա։ Գնացքը կշարժվի դեպի Վրաստան, որտեղից կուղևորվի դեպի Հայաստանի Դալարիկ կայարան։ Հիշեցնենք 2025 թվականի նոյեմբերի 6-ին Ադրբեջանի տարածքով Հայաստան էր հասել ռուսական ցորենի խմբաքանակը։ Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով երկաթուղով Հայաստան էր տեղափոխվել շուրջ 1000 տոննա ցորեն։ Նոյեմբերի 8-ին արդեն Ադրբեջանի տարածքով Հայաստան էր հասել ղազախական ցորենի խմբաքանակը կրկին 1000 տոննա։ Հունվարի 29-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում, 2 ամսական երեխա է մահացել։ Ժամը 05:00-ի սահմաններում ներքին գործերի նախարարության ոստիկանությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Մուրացան մանկական հիվանդանոց են տեղափոխել մահացած երեխայի մարմին։ Ոստիկանները պարզել են, որ երեխայի մահը տեղում նաև արձանագրվել է բժիշկների կողմից, իսկ երեխայի մարմինը հիվանդանոց է տեղափոխվել Արագածոտնի մարզից ծնողների կողմից։ Դեպքի փաստով քննչական բաժնում սպանություն, հանկարծամահություն, հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Մահացածը Արագածոտնի մարզի բնակիչ 2 ամսական Ն.Ս.Ն է։ Եղանակը առաջիկա օրերին փետրվարի 3-ից 4-ը 7-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, նախալեռնային եւ հովտային շրջաններում ձնախառն անձրևի եւ անձրևի, լեռնային շրջաններում ձյան տեսքով, լեռնային առանձին շրջաններում բուք ցածր հորիզոնական տեսանելիություն։ Փետրվարի 5-ից 6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, փետրվարի 3-ի գիշերը եւ առավոտյան առանձին շրջաններում սպասվում է մառախուղ, քամին հարավարևմտյան 3-ից 6 մետր վարկյան, փետրվարի 2-ից 3-ը 3-ից 7 առանձին շրջաններում սպասվում է նաև քամուշ գնացում 17-ից 20 մետր վարկյան արագությամբ։ Օդի ջերմաստիճանը փետրվարի 3-ին ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա եւս 2-ից 4 աստիճանով։ Փետրվարի 4-ից 5-ը գիշերը եւ ցերեկն աստիճանաբար կնվազի 5-ից 7 աստիճանով, 6-ից 7-ը նույնքան կբարձրանա։